Կինգարյան, խնդրում եմ հստակ նշել Սահմանադրության այն հոդվածը, որով վարչապետը լիազորվում է կամ արտոնվում է կամ հնարավորություն ունի ասելու, թե ով է երկրում կաթողիկոս, ով ոչ, ով է եպիսկոպոս, ով է կարգալույծ, ով ոչ, որոշելու, թե որ եկեղեցում որ հոգևորականը իրավունք ունի հոգևոր ծառայություն մատուցելու։ Պարգևավճարների հետ կապված մի հարց, նաև Տիկին Դալյան, երկու անգամ, որ Փաշինյանը հիմնավորելով այդ հավելավճարները, որ տրվում են, ի թիվս այլին նաև նշեց, որ այդ գումարները անհրաժեշտ էր տալ բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև դատական հայցեր ներկայացնելու անհրաժեշտություն կա, խնդրում եմ նշել, թե որ հոդվածով ինչ օրենքով է պաշտոնյաներին պետբյուջեից գումարներ հատկացվում այդ հայցերը փոխհատուցելու, դատական ծախսերը փոխհատուցելու համար։ Եվ սահմանադրական բարեփոխումների հետ կապված փոքր հարց, անդրադարձ եղել է վերջո անկախության հռչակագրին, թե ոչ, ինչ է որոշվել եւ արդյոք սահմանադրությամբ եկեղեցու բացառիկության կարգավիճակը պահպանվում է, թե ամենայն հայրաքելական եկեղեցին հավասարեցվում է մյուս կրոնական կազմակերպություններին։ Շնորհակալություն։ Դուք շատ լավ միտք ասեցիք, արդյոք հայրաքելական եկեղեցին հավասարեցվում է կրոնական մյուս կազմակերպություններին ու մոտավորապես պատասխանեցիք այն հարցին, թե ինչու է հայրաքելական եկեղեցու վերաբերյալ դրույթը նշվել սահմանադրության մեջ, որովհետև նույնիսկ մասնագիտական հանրությունում թույլ ընկալում կա նշումի հետ կապված, այսինքն նպատակի նշման։ Ես ուզում եմ այս մասին խոսել ու շատ կարևոր է, որ այս հարթակում մենք խոսենք այս թեմայի մասին եւ վերջակետ դնենք այն դեբատներին, որոնք վերաբերում են եկեղեցու կարգավիճակի սահմանադրական եւ եկեղեցու հետ կապված կամ եկեղեցականների հետ կապված արարքների գնահատականին սահմանադրական կարգի տապալման տեսանկյունից եւ նմանատիպ տեսանկյուններից այս խոսույթը կա հանրության մեջ։ Եկեղեցու վերաբերյալ նախ կրոնական կազմակերպությունների վերաբերյալ առանձին դրույթ է պարունակում սահմանադրությունը, մեր պետությունում ընդունվում է կրոնական այլակարգությունը, մտքի, խղճի, դավանանքի, համոզմունքի, կարծիքի, արտահայտվելու ազատությունը եւ այլն, եւ եկեղեցու վերաբերյալ առանձին դրույթի նախատեսումը իրավական տեսանկյունից մի նպատակ ունի, որպեսզի ցույց տվի, որ սահմանադրությամբ արդեն իսկ որ մեր հիմնարար օրենքն է, եկեղեցին անհավասար է այլ կրոնական կազմակերպությունների հետ եւ սա է պատճառը, որ նախատեսվել է նման սահմանադրական դրույթ, որպեսզի հիմնավորվի եկեղեցու նկատմամբ օրենքով արտոնյալ վերաբերմունքը։ Այդտեղ նշում կա եկեղեցու հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով եւ մենք ունենք եկեղեցու հետ հարաբերությունների վերաբերյալ առանձին օրենք, որը եթե դուք թերթեք, կտեսնեք, որ վերաբերում է հիմնականում եկեղեցուն արտոնությունների տրամադրմանը։ Ու սահմանադրական դրույթը այն երաշխավորն է, որի առկայության պայմաններում այլ կրոնական կազմակերպություններ չեն կարող խոսել խտրական վերաբերմունքի մասին, օրինակ, որովհետև հակառակ դեպքում, եթե մենք որոշենք, որ եկեղեցին, քանի որ դուք եք շեշտում, որ կրոնական կազմակերպությունն է, իրան որպես պետություն արտոնություններ ենք տալիս, այստեղ խտրականության, խնդրի իրավավասարության եւ այլ շատ խնդիրներ են առաջանում։ Եվ հետեւաբար հաշվի առնելով եկեղեցու տեղը եւ դերը մեր կյանքում եւ մեր պետությունում, ես կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է որ լինի, բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից։ Ես նշեցի իմ կարծիքը եւ նշեցի արդեն օբյեկտիվ իրականությունը, որ հարցը դեռևս խորհրդի կողմից չի քննարկվել։ Բայց ամեն դեպքում մեկ անգամ եմ ուզում շեշտել, որ սահմանադրական նորմ ունենալը եկեղեցու վերաբերյալ հնարավորություն է ապահովում եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի